Աղոթք արթնացմանը, շնորհակալություն հայտնեք մեկ օրվա համար քայլեք հաղթանակով, Սաղմոս 92:100։ Թող Տեր Հիսուս Քրիստոսի խաղաղությունը ողողի ձեր սիրտը հենց այս պահին։ Դուք նոր եք արթնացել կամ գուցե որոշ ժամանակ արթուն եք եղել, բայց որոշել եք այս պահը մի կողմ դնել Աստծո ներկայության մեջ լինելու համար։ Եվ այս որոշումն ամենակարևորն է, որ կարող եք կայացնել այսօր։ Որովհետև այն ձև, որով սկսում ենք մեր օրը, հաճախ որոշում ենք, թե ինչպես կզարգանա դրա մնացած մասը։ Պատկերացրեք երկու սցենար։ Առաջին դեպքում դուք արթնանում եք անմիջապես վերցնում եք ձեր հեռախոսը, տեսնում բացասական նորություններ, թերթում սոցիալական ցանցերը, համեմատում ձեր կյանքը ուրիշների թվացյալ կատարյալ կյանքի հետ։ Ձեր միտքն արդեն անհանգիստ է, անհանգիստ դժգոհ։ Դուք մտածում եք այն խնդիրների մասին, որոնք պետք է լուծեք, այն հաշիվների մասին, որոնք պետք է վճարեք, այն մարդկանց մասին, ովքեր հիասթափեցրել են ձեզ։ Դուք տնից դուրս եք գալիս արդեն հոգնած, սթրեսային, առանց էներգիայի։ Հիմա պատկերացրեք երկրորդ սցենարը։ Դուք արթնանում եք, ամեն ինչից առաջ, շնորհակալություն եք հայտնում Աստծուն մեկ օրվա համար։ Դուք գիտակցում եք, որ յուրաքանչյուր շունչ բարք է։ Դուք խորհրդածում եք խոսքի շուրջ, ցնուցում եք ձեր հոգին, ամրացնում ձեր ոգին։ Դուք օրը հանձնում եք Տիրոջ ձեռքը, վստահում, որ Նա է վերահսկողությունը, հայտարարում եք ձեր կյանքի վերաբերյալ աստվածաշնչյան խոստումները։ Դուք տունը լքում եք խաղաղությամբ, նպատակասլացությամբ, ուժով։ Այս երկու սցենարների միջև տարբերությունը արտաքին հանգամանքների մեջ չէ։ Խնդիրները նույնն են, մարտահրավերները նույնն են, իրականությունը նույնն է։ Տարբերությունը ներքին վերաբերմունքի, հոգոր հեռանկարի, Աստծո հետ կապի մեջ է։ Այսօր առավոտյան եկեք ընտրենք երկրորդ սցենարը։ Եկեք օրը սկսենք երախտագիտությամբ, գովաբանությամբ, երկրպագությամբ։ Եկեք խորենք Սաղմոս 92-ի Սաղմոս 100-ի շուրջ, երկու սաղմոսների, որոնք մեզ սովորեցնում են շնորհակալություն հայտնել Աստծուն քայլել հաղթանակով։ Սաղմոս 92-ը շատ նշանակալից վերնագիր ունի։ Սաղմոս, երկշաբաթ օրվա համար։ Դա հանգստի օրը, Տիրոջը նվիրված օրը, երգվող օրհներգ էր։ Սակայն այս սաղմոսի սկզբունքները վերաբերում են մեր կյանքի յուրաքանչյուր օրվան։ Յուրաքանչյուր օր կարող է լինել տոնակատարության, Աստծո մեջ հանգստի, նրա բարության ճանաչման օր։ Եկեք նայենք 1-2 վրդհամարներին։ Բարի է գովաբանել Տիրոջը Սաղմոս երգել քո անվանը, ով բարձրյալ, առավոտյան հռչակել քո ողորմությունը, ամեն գիշեր քո հավատարմությունը։ Լավ է գովաբանել Տիրոջը։ Դա պարզապես պարտավորություն չէ, ոչ միայն կրոնական պարտականություն։ Դա լավ է։ Այն հաճելի զգացողություն է առաջացնում։ Այն օգուտներ է բերում։ Երբ մենք գովաբանում ենք Աստծուն, մեր մեջ ինչ-որ բան է կատարվում։ Մեր տեսակետը փոխվում է, մեր վերաբերմունքը վերափոխվում է, մեր ուժը նորացվում է։ Եվ երբ պետք է գովաբանենք։ Առավոտյան երեկոյան։ Ամեն առավոտ մենք հռչակում ենք Աստծո բարությունը։ Մենք հռչակում ենք Նրա սերը, Նրա շնորհը, Նրա ողորմածությունը։ Եվ ամեն գիշեր մենք հռչակում ենք Նրա հավատարմությունը։ Մենք ընդունում ենք, որ Նա պաշտպանել է մեզ օրվա ընթացքում, որ Նա կատարել է Իր խոստումները, որ Նա հավատարիմ էր նույնիսկ այն ժամանակ, երբ մենք չէինք։ Տեսնում եք այս ամենի գեղեցկությունը։ Մենք սկսում ենք օրը, հռչակելով Աստծո սերը ավարտում ենք, ընդունելով Նրա հավատարմությունը։ Սա ստեղծում է երախտագիտության վստահության առաքինի շրջան։ Ամեն առավոտ ամրապնդում է մեր հավատքը, ամեն գիշեր հաստատում է մեր հույսը։ 4-5 հրթամարները արտահայտում են այն ուրախությունը, որը գալիս է Աստծո հետ հաղորդակցությունից։ Որովհետև դու, Տեր, ուրախացրիր ինձ քո գործերով, ես կուրախանամ քո ձեռքերի գործերով։ Որքան մեծ են քո գործերը, Տեր, որքան խորն են քո մտքերը։ Դու ինձ ուրախություն բերեցիր։ Իսկական ուրախությունը չի գալիս մարդկային նվաճումներից, ունեցվածք կուտակելուց կամ ուրիշների ճանաչումից։ Իսկական ուրախությունը գալիս է Աստծո գործերից, Նրա ձեռքերի գործերից, Նրա մեծության մասին խորհրդածելուց։ Նայեք շուրջը։ Տեսեք Աստծո ստեղծած բնությունը։ Տեսեք ծագող արը, շարժվող ամպերը, երգող թռչունները։ Տեսեք մարդկային մարմնի բարդությունը, տիեզերքի ճշգրտությունը, արարչագործության գեղեցկությունը։ Որքան մեծ են Տիրոջ գործերը։ Որքան խորն են Նրա մտքերը։ Երբ մենք կանգ ենք առնում Աստծո մեծության մասին մտորելու համար, մեր խնդիրները թվում են ավելի փոքր։
Ոչ թե որովհետև դրանք գոյություն չունեն, այլ որովհետև մենք տեսնում ենք, որ Աստված, որը ստեղծել է տիեզերքը, նույն Աստվածն է, որը հոգ է տանում մեզ համար։ Եթե նա պահպանում է գալակտիկաները, անկասկած նա կարող է պահպանել մեր կյանքը։ Եթե նա կերակրում է թռչուններին, անկասկած նա կարող է հոգ տանել մեր կարիքների մասին։ 10 հրթամարը հրաշալի խոստում է բերում։ Բայց դու բարձրացրիր իմ եղջյուրը վայրի եզի եղջյուրի պես, օծեցիր ինձ թարմ յուղով։ Թարմ յուղ, վերականգնված օծում, վերականգնված ուժ։ Սա անցյալի հին, փտած յուղ չէ։ Սա այսօրվա թարմ, նոր յուղ է։ Ամեն առավոտ Աստված ուզում է մեզ նորովի օծել։ Մենք ուզում ենք նորացնել մեզ, զորացնել մեզ օրվա մարտահրավերներին դիմակայելու համար։ Հնարավոր է, դուք ուժասպառ եք։ Հնարավոր է, ձեր օծությունը կարծես թե սպառվել է։ Հնարավոր է, դուք դատարկ եք վազում, գոյատելով անցյալի պաշարներով։ Այսօր առավոտյան Աստված ուզում է թարմ յուղ լցնել ձեզ վրա։ Նա ուզում է նորոգել ձեր ուժը, ինչպես արծվի։ Նա ուզում է նորոգել ձեզ մարտի համար։ 12-14 համարները խոսում են արդարների կյանքի մասին։ Արդարները կծաղկեն ինչպես արմավենին, կաճեն ինչպես Լիբանանի մայրին, տնկված Տիրոջ տանը, նրանք կծաղկեն մեր Աստծո բակերում։ Նրանք դեռ պտուղ կտան ծերության մեջ, կմնան թարմ ու կանաչ։ Ինչ անսովոր խոստում։ Արդարները ծաղկում են։ Նրանք չեն չորանում, չեն թառամում կամ չեն մահանում։ Նրանք ծաղկում են։ Ինչպես արմավենին, որը ճկուն է դիմանում է փոթորիկներին։ Ինչպես Լիբանանի մայրին, որը ամուր է տպավորիչ։ Եվ դա ժամանակավոր ծաղկում չէ։ Նույնիսկ ծերության մեջ նրանք շարունակում են պտուղ տալ։ Նրանք մնում են կենսուրախ։ Նրանք շարունակում են ծաղկել։ Բայց կա մի պայման՝ տնկված լինել Տիրոջ տանը։ Դա այն մարդը չէ, ով պարբերաբար այցելում է, ով հայտնվում է, երբ հարմար է։ Դա այն մարդը է, ով տնկված է, արմատավորված, հաստատված Աստծո ներկայության մեջ։ Մեկը, ով Աստծո հետ հաղորդակցությունը դարձրել է իր բնակավայրը, իր պատկանելության վայրը։ Եվ 15 հրթամարը Սաղմոսն ավարտում է հավատքի հռչակագրով։ Հռչակելու, որ Տերը ուղիղ է, նա է իմ ժայռը, նրա մեջ անարդարություն չկա։ Տերը արդար է։ Նա արդար է։ Նրա մեջ անարդարություն չկա։ Դուք կարող եք լիովին վստահել նրան։ Նրա որոշումները իմաստուն են, նրա ճանապարհները կատարյալ, նրա ծրագրերը բարի։ Նա քո ժայռն է, քո հիմքը, քո ամուր հիմքը։ Երբ քո շուրջը ամեն ինչ դողում է, նա մնում է անսասան։ Հիմա եկեք անդրադառնանք Սաղմոս 100-ին, որը ամբողջ Աստվածաշնչի ամենահայտնի ամենասիրված սաղմոսներից մեկն է։ Այն երկրպագության, տոնակատարության, ուրախության սաղմոս է։ Այն կարճ է, բայց հզոր։ Յուրաքանչյուր տող լի է իմաստով մեր կյանքի համար հրահանգներով։ Ցնծությամբ աղաղակեցեք Տիրոջը, ամբողջ երկիրը։ Երկրպագեք Տիրոջը ուրախությամբ, ելեք նրա առջ ուրախ երգերով։ Տոնեք ուրախությամբ։ Ծառայեք ուրախությամբ։ Մտեք երգով։ Արդյոք դուք ընկալում եք այս սաղմոսի մթնոլորտը։ Սա ծանր, տխուր, ճնշող կրոն չէ։ Սա կենսունակ, ուրախ, տոնական հավատք է։ Աստծո ժողովուրդը ուրախության, երգի, ցնծության ժողովուրդ է։ Հնարավոր է, ձեր կրոնականությունը դարձել է ծանրաբեռնված։ Հնարավոր է, դուք հավատքը համարում եք պարտավորությունների, արգելքների բեռների ցանկ։ Սակայն Սաղմոս 100-ը մեզ հրավիրում է վերագտնել Տիրոջ ուրախությունը։ Ծառայել ոչ թե պարտավորվածությունից դրդված, այլ ուրախությամբ։ Մտնել Աստծո ներկայությունը, ոչ թե ոտքերը քարշ տալով, այլ երգելով։ 3 հրթամարը ներկայացնում է մի հիմնարար ճշմարտություն։ Իմացեք, որ Տերն է Աստված, նա է մեզ ստեղծել, մենք նրանն ենք, մենք նրա ժողովուրդն ենք, նրա արոտավայրի ոչխարները։ Իմացիր, թե ով է Աստված։ Իմացիր, թե ով ես դու։ Դու տիեզերական պատահականություն չես, պատահականության արդյունք չես, տիեզերքում կորած աննշան էակ չես։ Դու ստեղծվել ես Աստծո կողմից, դու պատկանում ես նրան, դու նրա ժողովրդից ես, դու նրա արոտավայրի ոչխար ես։ Սա ամեն ինչ փոխում է։ Եթե դուք պատկանում եք Աստծուն, ապա նա պատասխանատու է ձեզ համար։ Նա հոգ է տանում ձեզ մասին, ինչպես հովիվը իր ոչխարների մասին։ Նա պաշտպանում է ձեզ գիշատիչներից, առաջնորդում է ձեզ ճիշտ ճանապարհներով, տանում դեպի հանդարտ ջրեր կանաչ արոտավայրեր։
4 սրտհամարը մեզ հրահանգում է, թե ինչպես մոտենալ Աստծուն, մտեք նրա դարպասները գոհությամբ, նրա բակերը գովաբանությամբ։ Գոհություն հայտնեք նրան, գովաբանեք նրա անունը։ Երախտագիտություն, գովեստ։ Սրանք այն բանալիներն են, որոնք բացում են Աստծո ներկայության դռները։ Դա բողոք չէ, դա տրտունջ չէ, դա խնդրանքների ցանկ չէ։ Դա երախտագիտություն է։ Դա գովեստ է։ Դա Տիրոջ անվան օրհնությունն է։ Խնդրելուց առաջ շնորհակալություն հայտնեք։ Նախքան ձեր պակասի մասին բողոքելը, գովեք այն, ինչ ունեք։ Նախքան խնդիրների վրա կենտրոնանալը, օրհնեք Աստծուն օրհնությունների համար։ Երբ մենք մտնում ենք Աստծո ներկայությունը երախտագիտությամբ, գովաբանությամբ, տեղի է ունենում գերբնական մի բան։ Դռները բացվում են, երկինքը արձագանքում է, Աստծո ներկայությունը դրսևորվում է։ Եվ 5 հրթամարն ավարտվում է այդքան մեծ ուրախության երախտագիտության պատճառաբանությամբ։ Քանզի Տերը բարի է, նրա սերը հավիտյան է, նրա հավատարմությունը սերնդից սերունդ։ Այստեղ ընդգծվում են Աստծո 3 հատկանիշներ՝ բարություն, բարություն, հավատարմություն։ Տերը բարի է, ոչ թե երբեմն, ոչ թե երբ նա լավ տրամադրության մեջ է, ոչ թե երբ մենք դրան արժանի ենք, միշտ նա էապես բարի է, ամեն ինչ, ինչ նա անում է, բարի է։ Նույնիսկ երբ մենք չենք հասկանում, նույնիսկ երբ ցավում է, նա բարի է։ Նրա բարությունը հավերժ է։ Աստծո սերը անվերջ է։ Այն չի վերջանա։ Այն չի սպառվի։ Դուք ոչինչ չեք կարող անել, որ Աստված դադարի ձեզ սիրելուց։ Նրա սերը անվերապահ է, հավերժական, անսասան։ Նրա հավատարմությունը տում է սերնդեսերունդ։ Ինչ որ Աստված խոստանում է, նա կատարում է։ Ինչ որ նա ասել է մեր նախնիներին, նա կատարել է։ Ինչ որ նա ասում է մեզ, նա կկատարի։ Եվ ինչ որ նա խոստանում է մեր երեխաներին ու թոռներին, նա նույնպես կկատարի։ Աստծո հավատարմությունը տարածվում է սերունդների վրա։ Եղբայր իմ, քույր իմ, գիտակցո՞ւմ ես, թե ինչ գանձ ունենք այս երկու սաղմոսներում։ Դրանք մեզ սովորեցնում են օրը սկսել ճիշտ հեռանկարով։ Երախտագիտությամբ այն բանի համար, թե ով է Աստված, ինչ է անում։ Գովասանքով, որը ճանաչում է նրա մեծությունը։ Ուրախությամբ, որը գալիս է նրա հետ հաղորդակցությունից։ Վստահությամբ նրա բարության հավատարմության նկատմամբ։ Եվ երբ մենք օրը սկսում ենք այսպես, մենք քայլում ենք հաղթանակով։ Ոչ թե որովհետև հանգամանքները հեշտ են, այլ որովհետև մեր Աստվածը մեծ է։ Ոչ թե որովհետև խնդիրներ չկան, այլ որովհետև մենք ունենք խնդիրների լուծող։ Ոչ թե որովհետև մենք ուժեղ ենք, այլ որովհետև մենք հենվում ենք անսասան ժայռի վրա։ Հաղթանակը մարտերի բացակայությունը չէ։ Հաղթանակը մարտերում հաղթելն է։ Եվ դուք կհաղթեք։ Աստծո կողմից հաղթանակը անխուսափելի է։ Սաղմոս 92-ը խոստանում է, որ արդարները ծաղկում են։ Սաղմոս 100-ը հայտարարում է, որ Աստծո հավատարմությունը հավերժ է։ Դուք հաղթող կողմում եք։ Հնարավոր է, դուք բախվում եք անհնար թվացող իրավիճակի։ Հնարավոր է, բժիշկները անհույս ախտորոշում են տվել։ Հնարավոր է, հարաբերությունները թվում են անդառնալի։ Հնարավոր է, ֆինանսական վիճակը հուսահատ է։ Հնարավոր է, երազը թվում է մեռած։ Բայց ես ուզում եմ հիշեցնել ձեզ։ Մեր Աստվածը անհնարինի Աստվածն է։ Նա բացեց Կարմիր ծովը, քանդեց Երիքովի պարիսպները, փակեց առյուծների բերանները, հարություն տվեց մեռելներին։ Նրա համար ոչինչ դժվար չէ։ Նրա վերահսկողությունից դուրս իրավիճակ չկա։ Ուրեմն այսօր առավոտյան բարձրացրեք ձեր գլուխը։ Ուղղեք ձեր ուսերը։ Խորը շունչ քաշեք։ Եվ հայտարարեք. Սա այն օրն է, որ Տերն է ստեղծել։ Ես կուրախանամ դրանով։ Տերն է իմ ուժը, իմ երգը։ Ես կծաղկեմ ինչպես արմավենին։ Ես պտուղ կտամ նույնիսկ դժվարությունների մեջ։ Տերը բարի է, նրա սերը հավերժ է, նրա հավատարմությունը շարունակվում է բոլոր սերունդներում։ Հիմա եկեք միասին աղոթենք։ Դրեք ձեր ձեռքը ձեր սրտին։ Փակեք ձեր աչքերը։ Մտեք Բարձրյալի ներկայության մեջ։ Երկնային Հայր, մենք այսօր առավոտյան շնորհակալություն ենք հայտնում քեզ։ Նախքան որևէ բան խնդրելը, մենք ընտրում ենք շնորհակալություն հայտնել։ Շնորհակալություն կյանքիս մեկ օրվա համար։ Շնորհակալություն մեր շնչած օդի, բաբախող սրտի, գործող մարմնի համար։ Շնորհակալություն քո բարության, քո հավատարմության համար։ Տեր, մենք մտնում ենք քո դարպասներով երախտագիտությամբ։
Մենք մտնում ենք քո դատարանները գովաբանությամբ։ Մենք օրհնում ենք քեզ, ով բարձրյալ Աստված։ Դու արժանի ես ամեն գովասանքի, ամեն պատվի, ամեն փառքի։ Քեզ նման ուրիշը չկա։ Դու երկնքի երկրի արարիչն ես։ Դու թագավորների թագավորն ես տերերի տերը։ Հայր, առավոտյան գովաբանում ենք քեզ, հռչակելով քո բարությունը։ Եվ գիշերը կրկին գովաբանում ենք քեզ, հռչակելով քո հավատարմությունը։ Դու մեզ ուրախացրել ես քո գործերով։ Մենք ցնծում ենք քո ձեռքերի գործերով։ Որքան մեծ են քո գործերը, Տեր։ Տեր, խնդրում ենք քեզ, լցրու մեզ վրա թարմ յուղ։ Նորից օծիր մեզ այս օրվա համար։ Նորոգիր մեր ուժերը։ Վերականգնիր մեր էներգիան։ Զորացրու մեզ մեր արժ ծառացած մարտահրավերների համար։ Թող մենք ծաղկենք ինչպես արմավենին, աճենք ինչպես Լիբանանի մայրին պտուղ տանք ամեն եղանակի։ Հայր, մենք ընդունում ենք, որ մենք քո ժողովուրդն ենք, քո արոտավայրի ոչխարները։ Դու ստեղծեցիր մեզ, մենք պատկանում ենք քեզ։ Հոգ տար մեզ մասին, ինչպես բարի հովիվը հոգ է տանում իր ոչխարների մասին։ Պաշտպանիր մեզ գիշատիչներից, առաջնորդիր մեզ ճիշտ ճանապարհներով, տար մեզ դեպի հանդարտ ջրեր։ Տեր, մենք հայտարարում ենք, որ այսօր հաղթանակով կքայլենք։ Ոչ թե որովհետ մենք ուժեղ ենք, այլ որովհետ դու ես մեր ուժը։ Ոչ թե որովհետ մենք իմաստուն ենք, այլ որովհետ դու ես մեր իմաստությունը։ Ոչ թե որովհետ մենք արժանի ենք դրան, այլ որովհետ քո շնորհը բավարար է։ Հայր, օրհնիր յուրաքանչյուր մարդու, ով լսում է այս աղոթքը։ Դու գիտես յուրաքանչյուրին անունով։ Դու գիտես յուրաքանչյուր իրավիճակ, յուրաքանչյուր պայքար, յուրաքանչյուր կարիք։ Դիպչիր նրանց, Տեր։ Բուժիր, վերափոխիր, ազատագրիր, վերականգնիր։ Թող քո ներկայությունը լինի իրական հզոր յուրաքանչյուրի կյանքում։ Մենք հայտարարում ենք, որ սա հաղթանակի օր է լինելու։ Մենք հայտարարում ենք, որ մեր դեմ պատրաստված ոչ մի զենք չի հաջողվի։ Մենք հայտարարում ենք, որ մենք ավելին ենք, քան հաղթողներ նրա միջոցով, ով սիրեց մեզ։ Մենք հայտարարում ենք, որ ամեն ինչ համագործակցում է մեր բարօրության համար։ Հիսուսի անունով, անունը վեր է ամեն անունից, ամեն։ Դուք պատրաստ եք այս օրվան։ Դուք օծված եք, զորացված, լիազորված։ Տերը ձեզ հետ է։ Նա երբեք չի լքի ձեզ, չի լքի ձեզ։ Ամեն պահի, ամեն իրավիճակում նա կլինի ձեր կողքին։ Քայլեք հաղթանակով։ Ոչ թե վախով, ոչ թե անապահովությամբ, ոչ թե կասկածով։ Հաղթանակով։ Որովհետ Աստված, որ ձեր մեջ է, աշխարհում ամեն ինչից մեծ է։ Որովհետ դուք ավելին եք, քան պարզապես հաղթող։ Որովհետ Տերը բարի է, նրա բարությունը հավիտյան է։ Շնորհակալ եղեք Աստծուն այս օրվա համար։ Տոնեք ուրախությամբ։ Ծառայեք ուրախությամբ։ Գովաբանեք ամբողջ սրտով։ Եվ օրվա վերջում դուք կնայեք հետ կտեսնեք Աստծո ձեռքը ամեն պահի։ Դուք կճանաչեք նրա հավատարմությունը։ Դուք երախտապարտ կլինեք նրա բարության համար։ Աստված օրհնի քեզ, պահպանի քեզ։ Թող իր դեմքը փայլեցնի քեզ վրա, ողորմած լինի քեզ։ Թող իր դեմքը բարձրացնի քեզ վրա, խաղաղություն տա քեզ։ Այսօր միշտ։ Կիսվեք այս աղոթքով նրանց հետ, ովքեր կարիք ունեն իրենց օրը սկսելու Աստծո ներկայությամբ։ Եղեք օրհնության գործիք ուրիշների կյանքում, եւ թող Տեր Հիսուս Քրիստոսի շնորհը լինի ձեզ բոլորիդ հետ։